Ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը ապրանքների իրացման թերհայտարարագրում է հայտնաբերել տարաների արտադրությամբ զբաղվող ընկերությունում։ Ընկերությունը պարտավորվել է լրացուցիչ հարկային պարտավորություններ իրականացնել։ Oval Plastic կազմակերպության մոտ անցյալ տարի իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում արձանագրվել են առանց փաստաթղթերի ապրանքների առաքման դեպքեր եւ կազմակերպությունը այս մասով տուգանվել է։ Ընկերության հիմնադիրը տեղեկացնում է, որ այսօր արդեն համագործակցում են հարկային մարմինների հետ եւ շուտով կուղղեն թույլ տված սխալները։ Դեռ ունենք խնդիրներ, կարծում եմ, եւ հարկայինը եւ մենք, որպեսզի ավելի ցիվիլ արդյունավետ միջավայրում աշխատենք երկուստեք եւ կարծում եմ ժամանակի ընթացքում բոլորը իր տեղը կընկնի։ Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություններից մեկը նույնպես գործարքներն իրականացրել է առանց փաստաթղթավորման։ Այս ընկերության նկատմամբ էլ իրականացվել են հարկային պատժամիջոցներ։ Ընկերությունը պարտավորվել է գործել հարկային օրենսդրությանը համապատասխան։ Գնալով խստանում է հարկային վարչարարությունները եւ մեր կազմակերպությունները ստիպված են լինում ամեն օր աշխատել շտկելու ցակած նմանատիպ խնդիրները։ Սուրճի, գետնանուշի, կակաոյի մեծածախ վաճառքով զբաղվող ընկերությունում եւս խախտումներ են արձանագրվել։ Այդ ընկերության տնօրենն արդեն համոզված է, որ փաստաթղթավորումով աշխատելն ամենաճիշտ տարբերակն է։ Մենք ավելի շահագրգռված ենք, որ փաստաթղթով ծախենք, ավելի քիչ հարկ վճարենք։ Մսի վերամշակմամբ զբաղվող կազմակերպության տնօրենը բացատրում է, հարկային մարմինների հետ աշխատելը թափանցիկ է դարձել։ Բաց աշխատելը ավելի ճիշտ է, քան թե հարկեր թաքցնել կամ փակ աշխատելը։ Այդ դրացումների վերացման արդյունքում մեր մոտ աճ է արձանագրվում էլեկտրոնային հաշիվների դուրսգրման ոլորտում։ Բենզինի եւ դիզվառելիքի ներմուծմամբ զբաղվող երկու խոշոր ընկերությունները այլ լցակայանների միջոցով ՀԴՄ կտրոններ են տպել, որտեղ վառելիքի արժեքը թերհայտարարագրված է եղել։ Կազմակերպություններից ֆլեշը արդեն իսկ արձագանքել է մեր գրությանը եւ հարկային տեսությունը ներկայացրել ճշգրտված ավելացված արժեքի հաշվարկ, որի արդյունքում կազմակերպությունը լրացուցիչ բյուջե վճարել ավելի քան 28 միլիոն դրամ։ Այդ երկու ընկերություններում հարկային տեսուչները նաև փաստաթղթավորման խնդիրներ են հայտնաբերել։ CPS կազմակերպությանը արդեն իսկ ուղարկվել է երկրորդ գրությունը, որով մենք նշել ենք, որ ռիսկերը կազմակերպությունում շարունակվում են։ Եթե իհարկե կազմակերպությունը չարձագանքի մեր գրություններին, ապա միանշանակ այս կազմակերպությունում կիրականացնենք ստուգումներ։ Հարկային տեսուչները 102 կազմակերպություններում ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտումներ են արձանագրել։ Հիմնականում կազմակերպությունները կամ ՀԴՄ կտրոններ չեն տրամադրել, կամ եղել են դեպքեր, երբ կտրոններում ապրանքների անվանումը չի եղել։ Ռաֆիկ Մաշադյանը փաստում է, մարտի 25-ի դրությամբ կազմակերպություններից դուրս գրված հարկային հաշիվները 260 000-ով ավելացել են։ Նայիրի Մուրադյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։